Հովանավանքում այսօր պատարագ է մատուցել կարգալույց քահանան Ստեփան Ասատրյանը։ Վաղ առավոտից եկեղեցու տարածքում էին հավաքվել մեծաթիվ ոստիկանական ուժեր, ՔՊԱ-կաններ, պատգամավորներ, նախարարներ, այդ թվում Սուրեն Պապիկյանը, տարբեր մարզերից եկած համայնքապետեր, մարզպետեր, աղմկահարույց տարբեր միջադեպերից հայտնի ՔՊԻ աջակիցներ։ Եկեղեցու ներսում եւ դրսում մեծ թվով ոստիկաններ եւ անվտանգության աշխատակիցներ կային։ Անգամ հատուկ անվտանգություն էր հատկացվել Ստեփան Ասատրյանին։ Մինչև Փաշինյանի գալը որոշ ՔՊԱ-կաններ լիագրողների հարցին, թե ինչպես են մասնակցում կարգալույց արված քահանայի մատուցած պատարագին, անվերջ կրկնում էին Փաշինյանի հնչեցրած թեզը, թե կարգալույց եղածը չի կարող կարգալույց անել, նկատի ունենալով ամենայն հայոց Գարեգին II կաթողիկոսին։ Հարցին, թե ով է կարգալույց արել կաթողիկոսին, ՔՊԱ-կանները պնդում էին, թե ժողովուրդը։ Մյուս հարցերը մնում էին օդում։ Իդեպ ՔՊԱ-կան պաշտոնյաները, նրանց աջակիցներն այսօր առավել ագրեսիվ էին տրամադրված լրագրողների նկատմամբ։ Եթե դուք սկսեք սադրել, կարող է, ստեյ ժողովուրդը ձեզ քաշ քշի։ Ուշադիր եղեք մի քիչ։ Հələ ցածր, ինձ հետ այդ տոնով չխոսես։ Հիմա որ ես պատարակ մատուցեմ կմասնակցեմ։ Հանգստացի գնում ես պատարակ մատուցես։ Բա հիմա ինչպես կարող է Ստեփան Ասատրյանը պատարակ մատուցել։ Ստեփան Ասատրյան կտրիչ ներսիսան այդ կետականուն ազգանունով խոսակ։ Կարգալույց արած հոգևորականի անունը Ստեփան Ասատրյանն է։ Կարգալույց արածը չի կարող հոգևորականին կարգալույց անել։ Բայց դուք ինձ խնդրում եմ ինձ մի կպեք, դուք խոչընդոտում եք իմ մասնագիտական աշխատանքին։ Հալա խեք ոգևորվել, ինչ եք ոգևորվել, հանգստացեք, հանգիստ։ Մի ոգևորվեք։ Ես կարամ աշխարհի ծայրից կամ ձեզ համար էդի ինչ տարբերություն, որտեղ ուզում։ Կարգալույց եղածը չի կարող կարգալույց անել, դեր նշած կաթողիկոսին Տիկին Պանյանով է ժողովուրդը։ Ինչպես, մենք չգիտենք, մի հատ հանգիստ։ Ես հանգիստ եմ, ինչպես է։ Դուք ասեք, որ ժողովուրդը հասկանա ինքը ինչպես է կարգալույց արել։ Տեսեք, Կապես չգիտի։ Ուզում է 6 անգամ կրկնեք նույն հարցը, պատասխանը նույնն է լինելու։ Կարգալույց արված սատանայի հետ գործարք կնքած անձը չի կարող կարգալույց անել որևէ մեկին։ Հիմա ասում եք կարգալույց արված, ես ասում եմ կարգալույց չի կարող անել մի մարդ, ով ինքը կարգալույց է։ Ստեփան Ասատրյանն ու ՔՊԻ հավաքած մարդիկ կարծես չէին գիտակցում, որ եկեղեցում են։ Կարգալույց քահանան նախ խորանից քաղաքական խոսք հնչեցրեց, գծնեց Նիկոլ Փաշինյանին, իսկ եկեղեցու ներսում հավաքվածները մի քանի անգամ ծափ տվեցին։ Իդեպ Փաշինյանի աջակիցները նաև պատարագն էին շփոթել քաղաքական ակցիայի հետ։ Նրանք բացականչում էին Փաշինյան վարչապետ։ Մեր վարչապետը Հերովդեսի պես չի գործում, այլ գործում է ճիշտ հակառակը։ Մեծարգո պարոն վարչապետ։ Ահա այս օրերին մենք տեսնում ենք, որ եկեղեցին հարց այստեղ ես չեմ, իմ անձը չի, իմ կերպարը չի։ Մեկ բան, իմ շուրթերով ես չեմ խոսում։ Աստված խոսում է մեր բերանով։ Երբ որ այդ բերանը փակում են, լռեցնում են նաև Աստծո խոսքը։ Իսկ Աստված խոսում է մի պայմանով, որովհետև սիրում է իր ժողովրդին։ Պատարագի ժամանակ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկը ուժով բերանը փակելով եկեղեցուց դուրս բերեց մի քաղաքացու, որը բացականչեց Ստեփան Ասատրյանը չի կարող պատարագ մատուցել։ Կատարվածին որևէ կերպ չարձագանքեցին հազարավոր ոստիկանները, որոնք շրջապատել էին ոչ միայն եկեղեցին, այլև ամբողջ գյուղը։ Ավելի ուշ պարզվել է, որ քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառած անձը ՊՊԾ աշխատակից Աշոտ Մկրտումյանն է։ Իսկ զուգահեռ իրականությունում մայր տաճարում այսօր տեղի է ունեցել քահանայական ձեռնադրություն եւ օծում ձեռամբ Սյունյաց թեմի առաջնորդի։ Հարյուրավոր հավատացյալներ էին հավաքվել Մայրաթոռում մասնակցելու պատարագին, որն անցկացվում էր Գարեգին II-ի օրհնությամբ։ Տոնի առթիվ հավատացյալների երկրպագության համար դուրս է բերվել նաեւ Փրկչի խաչափայտի մասունքը, որը Մայր տաճարում է մնացել մինչև երեկոյան ժամերգություն։ Վեհապարը լրագրողների հարցերին հրաժարվեց պատասխանել։ Հովանավանքում կատարվածին կարճ արձագանքեց Հայր Ռուբենը։ Շատ վատ։ Տեղեկատվական ես ինտերվյու եմ տվել
Այնտեղ լսեք բոլորը ասել եմ, լավ։ Իմ ասելիքը ասացի։ Դա պատարակ չի եղել, դա ընդհանրապես եղել է շոու, միայն այն փաստը, որ այնտեղ նախարար կա, որ երբեք չի եղել պատարակների ի պաշտոն, նույնիսկ իր նախարարության շրջանակում անընդհատ պատարակ մատուցվել չի եղել, եւ այսօր ինքը հովանավորանքում պատարակի ներկայացա, այդ շոուի գլխավոր նկարագիրն է։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անջանիկ Սիմոնյանը պարզվում է այս օրերին Վրաստանում է։ Այցի մասին լրատվամիջոցներն իմացել են վրացական կողմից։ Այսօր ԱԱԾ տնօրենը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Մամուկա Մդինարաձեի հետ։ Թբիլիսիում կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են գործընկերության հետագա խորացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանում առկա մարտահրավերները եւ անվտանգության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները։ Նոր քրեական հետապնդում է հարուցվել Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ։ Սեպտեմբերի 16-ին եւ 23-ին Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանի Բաքում Հայաստանի այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ Ղուկասյանի մտքերը դիտարկվել են որպես Հայաստանի ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչ։ Վարդան Ղուկասյանի պաշտպանական թիմը վստահ է, այս մեղադրանքը որևէ աղերս չունի քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի հետ եւ պարզապես քաղաքական հետապնդման դրսեւորում է։ Լուվրի կողոպոտից մեկ շաբաթ անց Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալել են 2 տղամարդու։ Նրանցից մեկը ձերբակալվել է օդանավակայանում, երբ փորձում էր լքել երկիրը, իսկ մյուսը Փարիզում։ Հիշեցնենք, որ գողացել են Բոնապարտների դինաստիայի կայսերական թանկարժեք զարդերը։ Թբիլիսիում մահացել է 26-ամյա ուսուցիչը, որին մի քանի օր առաջ ծեծել էին մի խումբ անչափահասներ։ Ըստ ականատեսների 4 դեռահասներ, այդ թվում 16-ամյա աղջիկ դահանակալել են ուսուցչի նիհտան մոտ եւ ծեծել բութ առարկայով։ Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը նվազել է 2-ից 3 աստիճանով։ Վաղվանից աստիճանաբար նույնքան կբարձրանա։ Հոկտեմբերի 29-ին հանրապետությունում սպասվում է կարճատև անձրև, իսկ մյուս օրերին առանց ստեղումների եղանակ։